Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ ուրախ եմ, որ ձեր արձագանքները, ձեր առաջարկները եւ խորհուրդները հղում եք մեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Այսօրվա պատրաստվելիք ուտեստը հավապուր է սնկով եւ նռան հատիկներով։ Բաղադրությունը հետեւյալն է. հավ, կարող ենք օգտագործել նաեւ ճուտ, օգտագործելու ենք սունկ, ոչխարասունկ կամ ինչպես ընդունված է անվանել շամպինյոն, նռան հատիկներ, կարագ պիտի օգտագործենք, մի քիչ ալուր եւ աղացված պղպեղ ու մշտ ընկույզ։ Հարգելի հեռուստադիտողներ, բնականաբար ամենակարևոր եւ հիմնական համեմունքը, որ մենք միշտ կրում ենք մեզ հետ, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը, որ ուղղակի պահում ենք միայն ու միայն ձեզ համար։ Սկզբի համար ուրեմն տապակը կամ կաթսան տաքացնում ենք եւ հավի միսը թեթև տապակում ենք։ Այսպես կաթսան արդեն տաք է, ավելացնենք կարագ, կարող ենք օգտագործել յուղ, կարող ենք օգտագործել ձեթ, բնականաբար կարագի դեպքում շատ կաթսան տաքացնել հարկավոր չէ, պիտի հասկանալ, որ կարագից քափ է արտադրում եւ այդ քափը վառվում է եւ սև հատիկներ են առաջանում ապուրի մեջ։ Այ հիմա հնդածս թույլ ժամանակ կտեղադրենք նաեւ միսը, խառնենք զգուշությամբ, արդեն կարելի է բարձրացնել ջերմաստիճանը, զգուշությամբ խառնենք, եթե հիշում եք բաղադրությունը թվարկելիս նշեցինք, որ օգտագործելու ենք նաև ոչխարասունկ, ոչ շատ մանր կտրատենք, Ահա, մեր ուզած չափով մենք ստացանք կեղևապատված հավը, հիմա սունգը կավելացնենք, այս ամենի հետ մի քիչ կանաչիները, որ պիտի օգտագործենք, դրա կես մասը այս ընթացքում համ հաղորդելու համար սնկին եւ հավին, Ահա, հիմա ժամանակն է, որ մենք մի քիչ ալյուր տանք, խույս ստանալու համար, այսպես, խառնենք, 1-2 րոպե ալուրով այսպես տապակվի, կանաչին ավելացնենք, որ համ հաղորդենք, դեռ սա ամբողջը չէ կանաչիների, ամբողջ վերջնական տեսքը կբերենք պատրաստ լինելուց 1-2 րոպե առաջ։ Ավելացնենք նռան հատիկները,
Հիմա բարեկամներ մի քիչ թթվասեր աղացված մշտ ընկույզ մուսկատնի արեղ, ինչպես կոչում են, եւ ավելացնենք ջուրը, հաշվի առնելով, որ եւ հավը եւ սունկը արդեն որոշ չափով շոկ է խաշված է, մեր պատրաստման ժամանակը կրճատվում է, այսինքն մեզանից կպահանջվի 12-ից 15 րոպե եւ այս ուտեստը արդեն կներկայանա իր պատրաստի վիճակում եւ մենք միասին կվայելենք։ Սպասենք 15 րոպե եւ կհանդիպենք նորից եթերով։ Բարեկամներ, անցավ մեզ հատկացված 15 րոպեն, համտեսենք, տեսնենք այս ինչ պատրաստվեց։ Աղը մի քիչ պակաս է։ Հիմա մենք ինչպես խոսք էինք տվել, վերջնական այնպես համային հատկանիշները կարգավորենք, մշտնկույզը լավ համ էր հաղորդել, ասեմ, ավելացնում ենք համեմ և սամիտ, առնենք, մի քիչ սև պղպեղ և կրակից վերցրինք այսպես և հատուկ ափսեն այ հենց այս համը և հոտն է, որ պիտի կարողանանք որսալ։ Բարեկամներ, և լսնեմ և նորից հիշեցնեմ, թե ինչ և ինչպես պատրաստեցինք։ Պատրաստեցինք հավով և սնկով ապուր, ուրեմն տապակեցինք հավը, այնուհետև սունկը, հետո մի քիչ ալուր ավելացրինք նռան հատիկներ և թթվասեր և ջուր ավելացնելով պատրաստեցինք, եռացրինք, այսինքն եփեցինք այս ապուրը, ավելացնելով մի քիչ մշտ ընկույզ, մի քիչ սև պղպեղ և ապուրը արդեն պատրաստ է։ Նորից մի քիչ կանաչի, կանաչու վրա մի փոքր նռան հատիկներ և վերջ այս ուտեստը ահա այս տեսքով կներկայանա մեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Յուրաքանչյուր անգամ, երբ որ մենք հանդիպում ենք, բարեկամներ, մեր նպատակն է, որ այդ հանդիպումները շատ հաճախ լինեն և այդ հանդիպումների ժամանակ մենք կարողանանք ներկայացնել մեր ազգային խոհանոցը։ Այդ ազգային խոհանոցը ներկայացնելու արդյունքը լինի այն, որ մենք դառնանք էլ ավելի առողջ և էլ ավելի երջանիկ։ Հիշենք մեր այն որակները, որ ցավոք սրտի ամեն անգամ չէ, որ հանդիպում ենք, դրանք են մեր համառությունը, մեր միաբանությունը և այն հպարտությունը, որ մեզ պիտի միշտ ուղեկցի, դա հայ լինելու հպարտությունն է։ Ստեսյուն բարեկամ։ Հավաբուր, հավ 500 գրամ, սունկ 200 գրամ, նռան հատիկ 100 գրամ, ալյուր 2 ճաշի գդալ, մշկընկույզ 1 թեյի գդալ, պղպեղ և աղ, բարեխորժակ։